Պատրաստելու եմ cheesecake մի փոքր իմպրովիզով, որտեղ օգտագործելու եմ նաև կատնաշոր։ Ուրեմն թխված կաբլիթները բլենդերում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը, այսպես հարթեցնում ենք, դնում ենք ջեռոց 10 րոպեով։ Մինչ այդ նաև սարքում ենք երկրորդ զանգվածը։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է լավ տրորված կատնաշոր, կատնաշորային պանիր, շաքարավազ, մի փոքր վանիլ։ Այս ամենը լավ հարում ենք, մինչև շաքարավազը հալվի և մեկ-մեկ ավելացնում ենք 3 հատ ձու։ Ձուն նույնպես հատ-հատ հարում ենք և ավելացնում ենք սերուցք։ Նույնպես հարում ենք և ավելացնում ենք 2 ճաշի գթալ օսլա, ինձ մոտ կարտոֆիլի օսլա էր, կարծում եմ կլինի նաև եգիպտացորենի օսլա ավելացնել։ Այս զանգվածը լցնում ենք մեր թխված կաբլիթների վրա, հարթեցնում ենք և դնում ենք ջեռոցը։ Ուղղակի ջեռոցի մեջ անպայման հարկավոր է եռման ջրով մի տարա դնել և նոր եփել 1 ժամ ջեռոցում 150 աստիճանում։ 1 ժամ հետո խոհանոցը մի գեղեցիկ մի համեղ բույր է տարածվում, վրան կարելի է ավելացնել նաև ցանկացած ջեմ կամ շոկոլադ, շատ համեղ է, փորձեք։